մեր խնդիրը չէ մեր սխալները քողարկել եւ փորձել ցույց տալ, որ ամեն ինչ լավ է եւ ամեն ինչ կատարյալ է։ Ընդհակառակը եվրոպական եւ միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակներն է, որ մենք ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տրված սխալները ուղղելու, որովհետեւ եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մենք պիտի հասնենք նենց վիճակի, որ մենք չսխալվենք, դա ճիշտ չի, որովհետև այսօր եւ երեք եւ վաղը սխալվում են բոլորը, այդ թվում ամենայն հարգանքով եվրոպական ինստիտուտները, Հայաստան, բոլորը, մարդը, ընդհանրապես մարդը սխալական է։ Եվ հետեւաբար մենք չպետք է խնդիր դնենք, որ մենք պետք է չսխալվենք, որովհետև երբ որ մենք այդ խնդիրը դնում ենք, մենք առաջ շարժվելու մեր ճանապարհները փակում ենք։ Եվ այս ամեր ընկալումը մենք պետք է աշխատենք չսխալվել, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չսխալվենք, մենք պետք է շարունակաբար սովորելով, կրթվելով, հասկանալով, ճանաչելով, ինքներս մեզ առաջին հերթին ամեն ինչ անենք, որ չսխալվենք։ Բայց մենք պետք է հասկանանք, որ միևնույնն է սխալվելու ենք։ Այլ բան, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սխալները լինեն հնարավորինս թեթև եւ լինեն այդ սխալները ուղղելու մեխանիզմներ եւ այս ընկալումն է մեզ համար գործելակարգը։ Եվ վերջին բանը, որ ուզում եմ ասել, տեսեք, իմ ականջուղակի ծագեց հետեւյալ արտահայտությունը, որ կառավարության շատ ինստիտուտներ դեռևս սրերով են ընդունում առաջարկները, սվիններ, սուր, հրացան, ատրճանակ։ Գիտեք, ես հասկանում եմ, բայց այդ շեշտադրումը, բայց կներեք, ես համաձայն չեմ, որ կառավարությունը կամազուրկ ամորֆ մի մարմին է, որը ինչ քաղաքացիական հասարակություն ասեց, հլու պետքա կատարի։ Եկեք ուրեմն դերերով փոխվենք, եկեք դուք կառավարեք, մենք էլ գանք առաջարկներ ներկայացնենք։ Բայց ես չեմ էլ ասում, որ կառավարությունը պետքա ամեն ինչ մերժի։ Իմ ասածն է, որ պետքա տեղի ունենա բանավեճ, որովհետև այն ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է։ Այսինքն այն ինչ ընդունվում է առանց բանավեճի, ուրեմն ինքը անարժեք ինչ-որ մի բան է։ Այնտեղ որտեղ չկա բանավեճ, նույնիսկ ամենափայլուն գաղափարը ինքը պետքա անցնի բանավեճի միջով, որպեսզի ինքը ստանա գործնական գերազանցություն։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ ասել, որ կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել եւ քաղաքացիական հասարակության հետ բանավեճով այդ սվինները պետքա իջնեն, պետքա խոնարհվեն։ Դրա մասին է խոսքը, որովհետեւ այո, պետությունը պետքա նաեւ ինքը պետությունը շատ բարդ համակարգ է։ Պետությունը պետքա նաեւ ինքնաիմունային համակարգեր ունենա, որովհետեւ պատկերավոր ասած, այսօր ամենա կներեք բան լավ բովանդակությամբ ֆայլերի հետ էլեկտրոնային փոստով գալիս են վիրուսներ, որոնք համակարգեր են շարքից դուրս բերում։ Դրա համար պետքա այո ամեն ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, պետության անվտանգությունը ապահովել, միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որ մենք ընդունել ենք, այդ թվում Եվրամիության հետ համագործակցության տրամաբանության մեջ եւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաեւ ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգը ընդլայնվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով։